Բարևձեզ, Արևմտյան Հայաստանի հեռուստաընկերության հերթական լուրերն են։ Արևմտյան Հայաստանը կդատաբարտի Իսրայելի հարձակումները։ Արևմտյան Հայաստանի ազգային ժողովը կհրավիրի մասնակցելու Zoom հանդիպումին։ Լույս տեսած է Western Armenia շաբաթաթերթի 79-րդ թիվը։ Բաքուն կփոխի հայկական մշակույթը։ Ձիձեռնավանքի ինքնությունը վտանգի տակ է։ Ցեղասպանութենեն փրկված Պատանիի պատմությունը։ Քարնիկ Պանյանի գիրքը պիտի վերադպի Արևելյան Հայաստանի մեջ։ Իրանը արաբոդյան Իսրայելի հարձակումեն ետք։ Մարգարիտ Սվասոնացին Գիլիգիո վերջին տակուհին թաղված է Եգիպտոս։ Ֆիդո Պայես, Բեչե մորնանք հայրու դեմ իրականացված ցեղասպանությունը։ Լատվիա Հայաստան բարեկամական խմբի ղեկավարին գլխավորած պատվիրակությունը հարկանքի դուրք մատուցած է հայրու դեմ ցեղասպանության զոհերու հիշադակին։ Արևմտյան Հայաստանի Հանրապետությունը կդատաբարտի Իսրայելի զինված ուժերու հարձակումը ուղղված Իրանի Իսլամական Հանրապետության տարածքին վրա։ Այս մահացու հարձակումները կխանգարեն շրջանի գայունությունը եւ կհագասեն շրջանին մեջ կատարվող բոլոր թիվանակիտական ջանքերուն։ Արևմտյան Հայաստանի ազգային ժողովը սիրով կհրավիրի բոլոր շահագրգիռ անձանց մասնակցելու Zoom հարթակին վրա նախադեсված հերթական նիստին։ Հանդիպման նյութն է Արևմտյան Հայաստանի ազգային ժողովի 3-րդ գումարման 4-րդ նստաշրջանի նիստ։ Նիստը տեղի պիտի ունենա 2025 թվականի հունիս 15-ին ժամը 11-ին Փարիզի ժամով, իսկ կեսօրվան 1-ին Երևանի ժամով։ Հանդիպումը տեղի պիտի ունենա հայերենով եւ բաց բոլոր ցանկացողներուն համար։ Անոր ընթացքին պիտի քննարկվին Արևմտյան Հայաստանի համար կարևոր օրակարգային հարցեր եւ նախադեсված են ելույթներ եւ որոշումներ ուղղված պետականաշինության շարունակական գործընթացին։ Zoom հանդիպումին կարելի է միանալ գայքեչին մեջ նշված հղումով։ Արդեն հասանելի է Western Armenia շաբաթաթերթի 79-րդ թիվը, որ կներկայացնի ընթերցողներուն շարք ուշագրավ եւ արտիական նյութեր, առնչված հայ ժողովրդի պատմական հիշողության, արտարության պահանջին եւ ազգային ինքնության վերակտման։ Այս թիվին մեջ ընթերցողները կգրնան ծանոթանալ հետեւյալ նյութերուն։ Արևմտյան Հայաստանի ազգային խորհրդի նախագահը հայերու դեմ իրականացված ցեղասպանության զոհերու հիշադակին եւ պատմական արտարության պայքարին։ Այս հոդվածը կվերարժևորի հայերու դեմ իրականացված ցեղասպանության ճանաչման ուղղված շարունակական պայքարի կարեւորությունը եւ Արևմտյան Հայաստանի դիրքորոշումը այս հարցին շուրջ։ Արևմտյան Հայաստանի քաղաքացիությունը իբրև ազգային վերածնունդի քայլ, Գարեն Արայան, հեղինակը կներկայացնի Արևմտյան Հայաստանի քաղաքացիության խաղապարին քաղաքական եւ հոգեվոր նշանակությունը, դիտելով զայն իբրև միջոց հայ ժողովրդի միասնության եւ վերածնունդի ջամփուն վրա։ Հբար դեմ որ հայ է, Նելի Հարությունյան, անձնական եւ հուզիչ պատմությունը հայ ինքնության, ազգային պատկանելիության եւ սերունդներու միջև հիշողության պահպանումին մասին։ Հողերու գորուստեն մինչև պայքարի նոր փուլ, Աշոտ Հարությունյան, հոդվածը, որ կվերլուծի արտի մարտահրավերները եւ նոր փուլը առնչված Արցախին եւ շրջակա տարածքներուն հարցով։ Շաբաթաթերթը հասանելի է հայերեն, ֆրանսերեն եւ թրքերեն լեզուներով։ Հասե Արցախի թեմ։ Ադրբեջանի իշխանությունները հայտարարած են, թե իբր կպատրաստվին վերականգնել հայկական ձիձեռնավանքը, որ կգտնվի Արցախի Հանրապետության Փերծորի Լաչինի շրջանին մեջ, այժմ Ադրբեջանի վերահսկողության տակ։ Սակայն վերականգնումի իրական նպատակները եւ վանքի աբական կմնան հարցականի տակ։ Մինչ օրս անհայտ է, թե ինչ ձևով վանքը պիտի շարունակի իր քոյությունը վերականգնումեն ետք։ Հստակ ենթադրություններ կան, թե հայկական վանքը կգրնա հանձնվել Բաքվի կողմէ խրախուսվող աղվանաութիական քրիստոնեական համայնքին հայ մշակութային ժառանգությունը վերակրելու փորձերուն մեջ։ Ըստ տրենդ գործակալության Փերծորի շրջանին մեջ Ադրբեջանի նախագահին հadoop ներկայացուցիչ Հուսեյն Գուլիև հայտնած է, թե պետական մարմինները ներկայիս կմշակեն առաջարկներ վանքը վերականգնելու ուղղությամբ։ Միևնույն ժամանակ պետք է նշել, որ Բաքու հայկական ձիձեռնավանքը կգոչի աղողլանվանք, փորձելով փոխել ոչ միայն անոր մշակութային, այլև պատմական ինքնությունը։ Հայաստանի մեջ շուտով պիտի վերահրատարակվի Քարնիկ Պանյանի հիշողություններ մանկութենեն եւ որբութենեն գիրքը, որ կպատմի հայ որբի ով վերապրած է ցեղասպանությունը։ Գիրքը սկզբնապես գրված է հայերենով, ապա 2015-ին հրատարակված էր անգլերենով Ամերիկայի մեջ եւ վերջերս ռուսերենով Մոսկվայի մեջ։ Նախաձեռնությունը կվարի Արթուր Սողոմոնյան, Ժառանգություն եւ առաջընթաց հիմնադրամի աջակցությամբ։ Ան գշեշտե, թե գիրքը միայն դարաբանկի մասին չէ, այլ նաեւ ազգային ոգիի։ Նույն հիմնադրամը արտադրած է Արդավաս երկրորդ թագավորին նվիրված ֆիլմը եւ շուտով պիտի ներկայացնի նոր պատմական ժապավեն Մտիկրան Մեծին մասին։ Սողոմոնյան ընդգծած է նախաձեռնություններու թերը ազգային հիշողությունը պահպանելու եւ պատմության արժեքավորումով աբակա գերդելու մեջ։ Ըստ իրանական լրատվամիջոցներու Իսրայել գիշերվնե սկսած է հարվածներ ուղղել դեպի Իրան։ Հատկապես նշված է, որ թիրախված են իրանցի պաշտոնատարներու եւ զինվորականներու բնակարանները, որոնց մեկ քանի հոգի զոհված են։
Դեղեցությունը հաստատած է Իրանի զինված ուժերու գլխավոր շտաբի ներկայացուցիչը, կան նաև զոհեր քաղաքացիական բնակչության մեջ, իսկ զոհերու եւ վիրավորներու թիվը կճշտվի։ Ըստ Ֆարս լրատու գործակալության, Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեի իր ուղերձով ուղղված երկրի քաղաքացիներուն Իսրայելի հարվածները անվանած է հանցագործություն։ Իրանի արտաքին գործոց նախարարությունը հայտարարած է, թե Իսրայելի կողմէ իրականացված հարվածները ՄԱԳ-ի կանոնադրության բացահայտ խախտում են, եւ Տեհրանը ունի ամբողջական իրավունք պատասխանելու այդ գործողություններուն։ 2025-ի հունիս 13-ին պատմապան Ժիրայ Շուշանյան ասպարեզ AM գայքին մեջ հրաբարակած է հոդվածը նվիրված Կիրիկյո վերջին տակուհիին Մարգարիտ Սուասունացու։ Մարգարիտը ֆրանսական ազնվական դոհմե էր եւ 1374-ին ամուսնացած է արքա Լևոն Զ. Կիլինսկիի հետ, դառնալով հայոց տակուհի։ Զույգը ունեցած է 1 դուստր Մարի։ 1375-ին Մեմլուկներու արշավանքեն յետ թագավորական ընտանիքը քերի դարված է Եգիպտոս։ Լևոնը ազատած է Կաստիլիո թագավորին չանքերով եւ դեղափոխված Իսպանիա, իսկ Մարգարիտը եւ դուստրը մահացած են Կահիրեի մեջ 1381-ին։ Պատմապան Արդաշես Կարդաշյան կնշե, որ թագուհին հավանաբար թաղված է Սուրբ Մարտինոսի եկեղեցվո դարածքին Սուրբ Մինասի մադուրին մոտ։ Այս վարկածը կհիմնավորվի նաև ֆրեսկո Բալտիի 1384-ի գրառումներով, սակայն 1880-ին կատարված պեղումները գերեզմաններուն հետքերը չէին հայտնաբերեր։ Մարգարիտ թագուհին եւ իր դստեր հուղարկավորության վայրը մինչեւ այսօր կմնա անհայտ։ Այս պատմական թրվակը վկա է, թե հայոց պատմությունը դակավին ունի չբացահայտված էջեր, որոնք կշարունակեն ոգեշնչել հետազոտողներ։ Արգենտինացի հայտնի երաժիշտ Ֆիդո Բայեսը իր հարցազրույցի ընթացքին անդրադարձած է հայերուն դեմ իրականացված ցեղասպանության, ընդգծելով անոր դաժան բնույթը եւ բանջված հիշողության կարեւորությունը։ Այս հայտարարությունը կատարված է Բոյնոս Այրեսի Ավենիտա թատրոնին մեջ։ Դարբեր ժողովուրդներու դեմ գործված պատմական բռնություններուն անդրադառնալով Բայես նշած է. Գերմանիո մեջ միշտ կխոսվի հրեաներու ցեղասպանության մասին եւ մենք պետք չէ մոռնանք ոչ հայերուն դեմ իրականացված ցեղասպանությունը անդաժան էր, ոչ աֆրիկյան ցեղասպանությունները, ոչ արգենտինական ցեղասպանությունը եւ ոչ ալ ամբողջ աշխարհին մեջ կատարված բազմաթիվ ցեղասպանությունները։ Գամ արտկային աստակը, որ մեզ կմղե թեպի այդ արարքները։ Բայեսի հայտարարությունը անգամ եւս կվկայե, որ հայերու ցեղասպանության հիշադակն ու ճանաչումը կգտնվի միջազգային մտավորականության ուշադրության կենտրոնը իբրև համամարտկային հիշողության եւ զգոնության մաս։ Լատվիայի Հանրապետության Սայմայի Լատվիա-Հայաստան բարեկամական խումբի ղեկավարի գլխավորած պատվիրակության անդամները ԱԺ Հայաստան-Լատվիա-Լիտվա-Էստոնիա բարեկամական խումբի ղեկավար Արսեն Թորոսյանի ուղեկցությամբ 2025 թվականի հունիս 13-ին այցելեցին Ձիձեռնագապերտի հուշահամալիրը։ Հյուրերը ծաղիկներ զետեղեցին ցեղասպանության անմար գրակին մոտ եւ հարգեցին Սուրբ Նահատակներու հիշադակը։ Պատվիրակությունը այցելեց նաեւ ցեղասպանության թանգարան, ծանոթանալով եղերնը հաստատող փաստաթուղթերուն եւ պատմական նյութերուն։ Հարգելի հայրենակիցներ, այսօրվան համար այսքան էինք նախատեսած։ Շնորհակալություն ձեր ուշադրության համար։ Լավ մնացեք։